Ողջույն սիրելի հայեր, այժմ գտնվում եմ ներքին Գետաշեն համայնքում, որը Հայաստանի Հանրապետության ամենախոշոր համայնքն է եւ գտնվում է Մարտունու տարածաշրջանում եւ գտնվում եմ դպրոցի դիմաց, այն դպրոցի, որը որ պետք է մինչեւ հիմա վերակառուցված լիներ։ 2018 թվականի ուրեմն սեպտեմբերին 21-ին կառավարությունը հայտարարեց, որ դպրոցի մի կորպուսը պետք է ամբողջովին ուրեմն հիմնովին վերակառուցեն եւ 2020 թվականի դեկտեմբերին պատրաստ լինի։ Այնուհետև կառավարությունը նաև որոշեց, որ պետք է ամբողջ դպրոցը քանդել, քանի որ հին էր, եւ կառուցեին նոր, ընդ որում այն պետք է պատրաստ լիներ 2024 թվականի գարնանը, ապրիլ-մայիս ամիսներին։ Դպրոցի դիմաց եւ ահա տեսնում ենք, թե ինչ վիճակում է։ Ընդ որում Հայաստան խմբակցությունը բազմիցս ազգային ժողովում բարձրացրել այս հարցը, որ համայնքը բավականին մեծ է, որ այն դպրոց ունի մոտ 1000 աշակերտ, որ աշակերտների մի մասը երկրորդ հերթով գնում է մյուս դպրոց, գյուղը բավականին մեծ է, շատ դժվար է ծնողների համար մյուս հատվածից մյուս հատվածը գնալը։ Բացի դրանից հաճախ դասեր անում են նաև շաբաթօրը։ Գումարած դրան, ուրեմն բարեգործներից մեկը, բայց հատկապես նաև նշեմ այն, որ այդ բարեգործը ՌԴ քաղաքացի է եւ ուրեմն տրամադրել է իր տներից մեկը, որտեղ տարական դասանի աշակերտներ դաս են անում արդեն քանի տարի է։ Սա իմիջայլոց այն դեպքում, երբ որ ՀՌԴ-ից ուզում են օգնություն ուղարկել եւ օգնել, դա սիրով ընդունում եք, բայց երբ փորձում են հայրենիքի մասին ձայն բարձրացնել, ապա սկսում են վայնասուն դնել։ Եվ ուրեմն Հայաստան խմբակցությունը քանիցս որ բարձրացնում է հարցը, գալիս են 1-2 օրով անում են աշխատանք, իսկ մի քանի օրից նորից աշխատանքները դադարում են։ Այս պայն աշխատանքներ տեղի չեն ունենում, ընդ որում նորից եմ ուզում ասել, որ պետք է ավարտված լիներ 2024 թվականի, ուրեմն գարնանը, 2026 թվականի արդեն գարունն է, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես են իրենց գովազդող ԿՊԵ-ականները առավոտից երեկո գոռում, թե մենք շինում ենք, հա շինում ենք։ Մենք ձեր շինածը տեսնում ենք եւ ուրեմն տեսնում եք, թե ինչպես են դուք նաև սովորողների իրավունքները ոտնահարում, որովհետև շատ երեխաներ, հատկապես փոքր երեխաներ, ի վիճակի չեն գյուղի այս ծայրից մինչև մյուս ծայրը գնալ դպրոց, ընդ որում մյուս դպրոցը չունի նման լավ պայմաններ եւ ընդհանրապես այդքան էլ այսպես ասած, հա, շատ բարվոք վիճակում չէ, որպեսզի կարողանա ուրեմն բոլորին այնտեղ տեղավորել եւ կազմակերպել երկու ուրեմն դպրոցի դասընթաց։